Ողջույն։ Տարիներ շարունակ դեռ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը քայլերին ծանոթանալով շատերը սահազանգում էինք, որ նրա նպատակների թվում է Հայաստանը թուրքական ազդեցության տակ գցելը, ռուսական ազդեցությունը ել ավելի մեծ թուրքական ազդեցությամբ փոխարինելը։ Եթե այն ժամանակ դա ասում էին փոքրաթիվ մարդիկ, այսօր այդ մասին խոսում է ցանկացած 5-ից 4-ը։ Հիմա դա ուղղակի կարծիք չէ, այլ բազմաթիվ ապացույցներով հիմնավորված վարկած։ Տեսեք, Թուրքիան որոշում է Հայաստանը Սփյուռքի հետ շփվի թե չէ, Հայաստանը ցեղասպանության հարցը բարձրացնի թե փակի, Հայաստանը սահմանադրություն փոխի թե չփոխի։ Դա անում են Թուրքիան, Ադրբեջանը համատեղ։ Լրագրող էկոնոմիկայի նախարար աշխատողին մտավախություն է հայտնում, որ այդ Զանգեզուրի միջանցք կամ Թրամփի ուղի կոչվածում ամերիկյան ընկերությունների անվան տակ լինելու են թուրքական, ադրբեջանական ֆինանսական միջոցներ եւ ընկերություններ։ Պապոյանը պատասխանում է, որ շատ էլ նորմալ է, բա սահմանները բացելուց հետո ինչու ոչ, նաեւ թուրքական ներդրումներ լինեն, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք։ Ես ասում եմ, ողջունում եմ թուրքական ներդրումները, կարող է մեր երկրում թուրքական հյուրանոց բացվի։ Գևորգ Պապոյանի թրքասիրությանը չենք կասկածում, իհարկե, բայց այս հայտարարությունն էլ է աղմուկ բարձրացրել Հայաստանում։ Շատ հասկանալիորեն, որովհետև նա նախարար է աշխատում, այն էլ էկոնոմիկայի, թուրքերին հնարավորություն տվող ոլորտ է համակարգում։ Սրանք քանի անգամ էլ գովեն թուրքերին, մեկ է, անսովոր է ժողովրդի ականջներին, ամեն անգամ վեր են թռչելու։ Ժողովուրդ ջան, այո, թուրքական ներդրումները գալու են, թուրքերը Հայաստան լցվելու են սրանց պարագայում։ Պատկերացրեք, վաղը հանկարծ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, դեսպանատուն բացեն, ասեմ ինչ է լինելու։ Թուրքական գործարարները, հատկապես պետական աջակցությամբ, Հայաստանում բացելու են կազմակերպություններ, շատ արագ առնեն գործարաններ, ֆիրմաներ, ռեստորաններ, տարբեր հիմնարկները, մեր տները։ Նիկոլը ուրախանալու է, ասելու է երկնիշ աճ կա։ Պապոյանը ուրախ վիճակագրություն է հաշվելու, թե քանի բեռնատար մտավ Հայաստան ու դուրս եկավ։ Մի օր աչքդ բացես կպարզվի, որ այն ռազմավարական հիմնարկը, որ այսօր հայ գործարարի տիրապետության տակ է, անցել է Թուրքի։ Կասեմ մեկ է, խաղաղություն է, թող թուրք լինի սեփականատերը։ Մեր դարավոր թշնամու ձեռքին անցնելու են շատ ճակատագրական հիմնարկներ, դարավոր այն Թուրքի, որը 5 տարի առաջ պատերազմող թշնամի էր։ Չեմ ասում ցեղասպանության մասին, որը եղել է 110 տարի առաջ, խոսում եմ 5 տարի առաջ կատարվածի մասին։ 5 տարի առաջ բայրակթարներով սպանում էր մեր տղերքին։ 5 տարի առաջ Նիկոլը հայտարարում էր, թե Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք է, եկել է ցեղասպանությունը շարունակելու։ 5 տարի անց ինչ է արել Թուրքիան, որ հակառակում համոզի։ 1915 թվականին ցեղասպանել են, 100 տարի անց դեռ թշնամի են։ 2020 թվականին էլի կոտորել են, ինչ ուզել տվել ու զիջել ենք, ու 5 տարում բարիշեցիք։ Թուրքիան իր ներդրումը Հայաստանում արել է 2020 թվականին 5000 զոհի պատճառ դառնալով, 10,000-ից ավելի վիրավոր տալով, հարյուրավոր, հազարավոր տներ քանդելով։ Դա է թուրքական ներդրումը։ Թուրքական ներդրումը բայրակթարն է։ Այս սաղ մոռացել են, որ ատամները բացած նկարվում են հետները ու վիզ ծռում։ Հարց տամ էլի, ինչի Նիկոլը ում հետ որ թշնամանում է, 5 տարի հետո բարիշում է։ Մինչև հիմա 25 տարի առաջվա մոռ է հանում։ Բա պետությունը 5 տարում մոռացավ վերքերը, վրեժը, կոտորածը։ Դու կարող ես մոռանաս, թուրքերը չեն մոռանա, որ դու թշնամի ես։ Մեր 18 տարեկան երեխեքին սպանում են, 5 տարի անց արդեն ողջունում ես իրենց։ Իսկ ինչով ենք վստահ, որ նրանք մեր տնտեսությունն էլ չեն սպանելու ու սարքեն հաշմանդամ, կլանեն, ինչպես կլանեցին մի եկայերգիր։ Վրաստանի օրինակը շատ են բերում։ Այցելեք Աջարիա, Բաթումին ինչ լավ են սարքել թուրքերը, իսկ վրացիները նրանց մոտ բանվոր են աշխատում։ Կվարտիրաները ամռան ամիսներին տուրիստներին վարձով տալու հույսին են մնացել։ Ինչ որ շատ կասկածելի բարեգութ չեն մեր իշխանությունները։ Այդպես լինում, հա։
Տեսեք, բազավեշ չէ, որ Հայաստանում ամենամեծ ներդրում արած հային կալանքի տակ են պահում արդեն 4 ամիս, որպես վտանգ, բայց ասում են թող թուրքերը գան հյուրանոց բացեն, ֆերմա առնեն, ռեստորան, բիզնես, ներդրում անեն։ Հայ խոշորագույն գործարարին կալանավորել են, ձեռքից ուզում են խլեն ինչ ունի ստեղ ու ավետում են թուրք գործարարների մուտքը։ Սփյուռքահայը մեր երկրում գործ չունի, Զվարթնոցից ներս չեն թողնում, բայց գործ ունի թուրքը։ Նրանց մուտքն է ողջունվում։ Պապույանից բացի այլ թրքասեր նախարարներ ունենք։ Թորոսյանն Արսենն էլ օրերս Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական ծառայությունների նախարարին էր հանդիպել ու քննարկել սոցիալական ոլորտի հարցերը։ Չեն մասնավորեցրել, բայց արդեն մտահոգություն ունենք, որ քննարկել են թուրք գործարարների գալուց հետո հայ գործազուրկների աշխատանքով ապահովելու հարցը։ Թուրք ընտանիքի հարցերով նախարարի հետ ինչ է քննարկելու։ Վախենում եմ մտածել։ Կարելի է այդ ՔՊԱ-ականներին, թուրքական ժպիտներով ուրախացած ցանկացած մեկին հարց տալ։ Այդ դուք միշտ եք այդպես մտածել, այդպես ոգևորված եղել։ Օրինակ Գևորգ Պապոյանը, որ ՀՀԿ երիտասարդ ակտիվում էր, երիտասարդականի, իր այդ մտքերը երբևէ կիսվել է իր նախկին կուսակցության ընկերների հետ։ Կամ եթե ժամանակին այդպիսինը չէիք, այդ պարտադիր 5000 երեխու գլուխելուտեին, որ սենց մեծ սիրով լծվեիք, մի տեսակ, եթե հայ ես, հակառակ ռեակցիան չէ պետքա մոտդ առաջանա։ Ունենք գործարարներ, հատկապես ՔՊ-ից, որոնք հաճույքով կաշխատեն թուրքերի հետ։ Իրենց համար մեկ է։ ՔՊ աջակից արտիստներ կան, որ երազում են Զեյնաբ Խանլարովաների հետ ազերական դուետ կատարել։ Նիկոլին տանեկան կայքի սիրելի հյուրն են։ Նիկոլի կինն է առավոտից Իրիկուն Էրդողանի գիրքը գովազդում, որ էլի մտածում ես այդ 5000 երեխեներ խանգարում ձեզ, թե Ազատ Արցախը։ Կարճ ասած, հարևանների հետ այո, պետք է համագործակցել, խաղաղ լինել, բայց ընդամենը 5 տարի առաջ մեր 18-20 տարեկան եղբայրները մի վայրկյանում մոխրանում էին հենց թուրքական բայրակթարների տակ։ Ընդամենը 5 տարի հետո դու ամեն ինչով ցույց ես տալիս, որ վտանգ չես իրենց համար, բայց իրենք ապացուցում են, որ քեզ համար կենսական վտանգ են, համ կոտորել են, համ պահանջներ են դնում, սրանք էլ կատարում են։ Դրա համար է, որ այսօրվա իշխանավորներին ժողովուրդը անվանում է թուրքական գործակալ ազգի դավաճան։ Շատերի կարծիքով թուրքերը վաղուց են ներդրված Հայաստանում։ Թուրքերը մեր երկրում ներդրված են իրենց աջակիցներով, իրենց գործակալներով, իրենց գործարարներով աջակից, փողով ու այսօր շատ-շատերի մոտ կասկածներ կան, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը հենց թուրքական ներդրում է։